Ողջույն, ես Մանանան եմ, Daphne բրենդի հիմնադիրը եւ շարունակում ենք խոսել նորաձևության միտումներից։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում են վերարկուները, քանի որ ճիշտ ժամանակն է այժմ ընտրել վերարկու ձեր զգեստապահարանի համար։ Այսօր անդրադառնալու ենք թրենդերին, բայց դրանից առաջ անպայման ուզում եմ նշել, որ վերարկու ընտրելու հարցում ամենակարևորը ճիշտ գործվածքի ընտրությունն է։ Նախապատվությունը տվեք քաշմիրին, բուրդին եւ ալպակին եւ դրանց լավ մշակմանը։ Ճիշտ գործվածքի ընտրությունը ոչ միայն ապահովում է պրոդուկտի տեսքը, այլ նաև համապատասխան ջերմություն ձեզ համար։ Լավ գործվածքից համապատասխան վերարկուի ընտրությունը երկարաժամկետ ներդրում է ձեր զգեստապահարանում։ Այս սեզոնին oversize վերարկուն ամենահարմարն է, քանի որ որպես առաջի շերտ կարելի է գրել ամեն ինչ, սկսած սպորտային հագուստից մինչև ավելի շքեղ երեկոյան հագուստ, ինչպես նաև բարակ եւ հաստ գործվածքնել ըստ ձեր հարմարության։ Երկրորդ թրենդը, որը կարծես թե հակադրվում է oversize-ին, բայց միևնույն ժամանակ այստեղ նույնպես կարող ենք ունենալ oversize-ի տարրեր, դա Իրանի հատվածում սեղմացող վերարկուներն են, որը շեշտում է ձեր կանացիությունը։ Այս թրենդը այդքան հեշտ չէ, քանի որ այստեղ մենք ունենք սահմանափակումներ, բայց միևնույն ժամանակ այն շատ գեղեցիկ կարող է ընդգծել ձեր կանացիությունը։ Առհասարակ ուսերի հատվածում շեշտադրումը շատ տարածված է այս պահին վերարկուներին, մենք տեսնում ենք դա հենց նորից ցուցադրություններում, ինչպես նաև mass market-ում։ Սա ակտուալ է նաև Իրանի հատվածում սեղմացող վերարկուների համար, շատ հաճախ ունենում ենք ուսերի հատվածում ավելի շեշտադրում եւ Իրանի սեղմության շեշտադրում։ Սա տալիս է X-աձև սիլուետի հնարավորություն։ Իհարկե մեզնից չեն հեռանում նաև կիսավերարկուները, այստեղ ունենք մի քանի առանձնահատկություններ։ Առաջինը դա հենց նույն կտորից շարֆի կրումն է կիսավերարկուների հետ։ Ընդհանրապես այս սեզոնին 25-26 թվականին մենք տեսնում ենք հենց նույն գործվածքի շարֆերի օգտագործում վերարկուների եւ կիսավերարկուների հետ։ Այսպիսի մի տարբերակ նաև առաջարկում է Daphne-ն։ Շարունակում են ակտուալ մնալ նաև պիջակի տեսք ունեցող կիսավերարկուները։ Իհարկե, ես չեմ դադարում խոսել մորթիներից, քանի որ նրանք ամենուր են։ Այստեղ մենք կարող ենք օգտագործել նաև միկրո մորթիներ։ Դրանք կարող են լինել եւ բնական եւ ոչ բնական։ Այս միկրո մորթիները կարող են լինել օձիքի վրա, ձեռքերի հատվածում։ Որպես լայֆհակ կարող եմ առաջարկել ունենալ համապատասխան մորթի, որը կարող եք ամրացնել եւ օձիքին եւ օգտագործել նաև այլ պրոդուկտների հետ։ Եվ վերջին թրենդը, որից ուզում եմ խոսել, նորից դասական տարբերակ է, բայց պարբերաբար վերադառնում է եւ ակտիվանում է ավելի շատ նորաձևությունում։ Դա երկու շարք կոճակներով վերարկուներն են եւ շատ հաճախ այս վերարկուները լինում են բարձր օձիքով։ Ինչպես տեսնում եք, ունենք նորից բազմազանություն թրենդների եւ այստեղ շատ հեշտ է կողմնորոշվել եւ ընտրել ձեր տարբերակը, եթե ունեք անձնային ոճ։